Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այսօր խաղաղություն է հաստատված ԵԽԽՎ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեր նորածին խաղաղությունն այսօր 1 ամիս 22 օրական է, խանդաղատանքով պետք է խնամենք նրան, որ նա մեծանա, հասունանա, ուժեղանա եւ իրենով ծաղկեցնի հարավային Կովկասի մեր տարածաշրջանը։ Այս համատեքստում կարևոր է նաեւ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը եւ երկարատև կոնֆլիկտի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց խնդիրների հասցեագրումը, ասել է նա։ Բուրգում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորյանա Աբերգի եւ Պիերո Ֆասինոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջև գործակցության ընթացքը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության եւ դատաիրավական բարեփոխումների ոլորտում իրականացվող քայլերը։ Համազեկուցողները բարձր են գնահատել Հայաստանում արձանագրված առաջընթացը եւ վստահություն հայտնել, որ Հայաստանը կշարունակի հետևողականորեն իրականացնել իր ստանձնած պարտավորությունները։ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլահերթի հետ։ Այս մասին վարչապետը գրել է իր Facebook-յան էջում։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին հաղթանակի կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորում է Մայա Սանդուին եւ Մոլդովայի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների արդյունքների եւ երկրի եվրոպական ապագայի առաջխաղացմանը նվիրվածության կապակցությամբ, գրել է Փաշինյանը X-ի միկրոբլոգում։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ։ Հանդիպումը կայացել է Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև գործընկերության ընդլայնման հնարավորություններն, ընդգծելով առավել հավակնոտ օրակարգի ձևավորման հարցում առկա հետաքրքրությունը։ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Արարատ Միրզոյանը եւ Անդրեյ Սիբիան քննարկել են Հայաստանի եւ Ուկրաինայի միջև գործակցության զարգացման եւ երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունները։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները, մասնավորապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները։ Ընդգծվել է Ուկրաինայում խաղաղության հաստատման կարևորությունը, մտքեր են փոխանակվել առկա իրավիճակի շուրջ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մոտ 100 իրանցի է արտաքսել երկրից։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը համակարգում է արտաքսվածների վերադարձը, որոնց տրվել են անվտանգության եւ որևէ խնդրի բացակայության հավաստիացումներ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական զորքերը հաղթանակում են Ուկրաինայում տարվող նրա ձևակերպման բարդ պայքարում։ Նա նշել է, որ ամբողջ երկիրն է քրտնաջան աշխատում այդ ուղղությամբ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ պնդում է, թե ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի արևելքում Դոնեցկի շրջանի որոշ կարևոր հատվածներում գտնվող եւս 2 առաջնագծային բնակավայրեր։